Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, կառավարության հարգելի անդամներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, մեծարգո դեսպաններ, հարգելի հյուրեր։ Նախ շնորհավորում եմ Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով դեկտեմբերի 10-ը բոլորիս հիշեցնում է այն հիմնական արժեքների պաշտպանության մասին, որոնց վրա կառուցվում է ժամանակակից ժողովրդավարական հասարակությունը։ Մարդկային արժանապատվություն, ազատություններ, հավասարություն։ Պետք է արձանագրենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն պետության պարտականությունն է, այլև հանրային համերաշխության հատուկ բաղադրիչ է։ Ազգային ժողովը, որպես ժողովրդավարական պետության բարձրագույն օրենսդիր մարմին, կարևոր առաքելություն ունի մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Մենք շարունակում ենք հետևողականորեն կատարելագործել մարդու իրավունքների ոլորտին առնչվող օրենսդրությունը։ Բացի այդ, պարտավոր ենք երաշխավորել, որ յուրաքանչյուր քաղաքացի անկախ առանձնահատկություններից հնարավորություն ունենա լիարժեք օգտվելու իր իրավունքներից եւ ազատություններից։ Այս համատեքստում ուզում եմ արձանագրել, որ իրավահավասարության ապահովման եւ խտրականության պաշտպանության մասին օրենքի նախագիծը գտնվում է ակտիվ քննարկման փուլում։ Օրենքի ընդունումից հետո վերոնշյալ գործառույթները վերապահովելու են հենց մարդու իրավունքների պաշտպանին, ինչը էապես կընդլայնի ՄԻՊ գործունեությունը ու հնարավորություն կտա առավել համակարգված արձագանքել անհավասարության դեպքերին։ Նշվածը սակայն միայն մի մարմնի աշխատանքը չէ։ Այն պահանջում է համատեղ գործունեություն ինչպես քաղաքացիական հասարակության ու միջազգային կառույցների, այնպես էլ պետական մարմինների մասնակցությամբ։ Մենք պատրաստ ենք շարունակել բարեփոխումների ուղին, ամրապնդելով էական չափորոշիչները եւ առավել հստակ մեխանիզմներ սահմանել իրավահավասարության ապահովման համար։ Կոչ եմ անում բոլոր դերակատարներին շարունակել համատեղ ջանքերը, կառուցելու հարգանքի, ներառականության եւ արդարության վրա հիմնված հասարակություն եւ պետություն։ Այդ ճանապարհին մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ դարձնել Հայաստանը այնպիսի երկիր, որտեղ մարդու իրավունքները ամբողջությամբ պաշտպանված կլինեն, երբեք եւ որևէ պարագայում կասկածի տակ չդրվելու երաշխավորությամբ։ Շնորհակալություն։